cash-ով գնումներ են կատարում, կրիպտոարժույթով գնումներ են կատարում, արդյոք այդ տենդենսը նաև նկատելի չի Հայաստանում, որ փոփոխություն կիրառվի։ Մենք խոսանք օրենսդրական բազայի մասին, ոչ թե այն ինչ որ կարա լինի ու հետո օրենքով պատժվի դրանից, հա, այսինքն սև ստվերում ինչ ասես կարա լինի, բայց դրան ինչ ռեակցիա տալիս պետությունը, դա շատ տարբեր է։ Ցանկացած երկրի օրենսդրություն ու թույլտվությունների սահմանները, հա, այդ գործողությունների կառուցված են այդ երկրի խնդիրների ու առաջադրանքների հիման վրա։ Համամիտ ես, չէ՞։ Իհարկե։ Դուբայը չունի այն խնդիրները ու առաջադրանքները, ինչ որ մենք էլ չունենք այն խնդիրներն ու առաջադրանքները, ինչ որ Դուբայը, այսինքն իմ կյանքի ընթացքում ինձ շատ օգնում է այս նախադասությունը, նման բաները նույնը չէ։ Եթե այնտեղ էլ անշարժույթի շուկա ստեղել, դա չի նշանակում, որ լրիվ նույն բաներն են, անշարժույթի շուկա է, բայց լրիվ տարբեր պարունակությամբ։ Դրա համար, եթե ի սկզբանե գանք քո տված հարցին, դա լավ է թե վատ է, եթե մենք կարողանանք բոլոր process-ներին նայենք շարժման մեջ, ընկալենք, որ դա անխուսափելի է շարժումը ու նայենք լավ կողմից, էֆեկտիվ կողմից, հա, մաքսիմալացնենք այդ օգուտը էֆեկտիվությունից, ինձ թվում է դա կարելի է լավ դիտարկել։ Համենայն դեպս ես բոլոր process-ներից միայն այդ տեսանկյունից եմ նայում ու փորձում եմ բոլոր process-ների մեջ տեսնեմ լավը, օգտակարը ու դրանք վերստեմ։